Գուցեմ գարտալ Եսայա մարգարեության 44-րդ գլխուն 20-րդ համարը։ Եվ այդ համարը այսպես գսե, անիգա մոխիրով գսնանի, անոր խապված սիրտը զինք գմոլորեցնե, եւ իր հոգին չգրնար փրկել ու չհարցներ իմաչ ցերկիս մեջ սդություն չգա։ Եսայի մասնակետ է փոխապերական խոսքեր կործածելու մեջ եւ բացարիք դեղը կգրավե այս մարդը Իսրայելի մարգարեներու մեջ իր 40 տարվա առաքելությունը իր թրոշմը ցկեց Իսրայելի ասկային ցանկին վրա ան բարեգարքի չէ ժողովուրդը գահանտիմանե իրենց ընկերային մեղքերուն համար ան խորհրդադու բալադական է թագավորին եւ նախարարներուն հանձնարարություններ գնե ան աստվածապան է աստվածային հայտնությունները գմեգնե գբացատրե գլուսապանե ան նաեւ մարգարե է ժողովուրդը գաշխադի քիդագից դարձնել իրենց վե գոչումին Քրիստոնյա եկեղեցին զինք բարձրացրած է ավետարանական մարգարե Դիդրոսով, որուն լիոլի արժանի է։ Շնորհքի վարդապետությունը նշմարելի է իր քրություններուն մեջ։ Աստված սուրբ եւ արդար է, բայց միունանադեն որմած ու կտարad է Աստված մեղքը գադե բայց մեղավորը գսիրե ու զինք իրեն գհրավիրե որբեսի իր մեղքերը ներե Աստված իր ժողովրդին հանդեպ բացարիք սեր ունի միայնունադեն պատրաստ է իր փարգությունը տապելու իր ժողովրդին վրա եթե անոնք զինք ցկեն եւ օդար աստվածներու յետևեն երթան եւ անոնց երկրպագություն անեն սրբություն եւ արդարություն գմյանան շնորհքի եւ ողորմության եւ գներգայացնեն Եհովա Աստվածը իբրև միակ ճշմարիտ եւ գենտանի Աստվածը այս արդվա մեր խորհրդության համար գուզեմ որթեքրել քիչ առաջ գարտացված համարին առաջին նախատասությունը որ գսե անիգա մոխիրով գսնանի մոխիրով սնանոներ այս է մեր նույթը այս արդու ասիկա գրնասվիլ անաբաշխարներուն համար եւ որոշ չափով գրնասվիլ նաեւ աբաշխարածներուն համար Գրնասվիլ գրաբաշներուն համար, գրնասվիլ նաև աստվածաբաշներուն համար։ Եթե մերած թրջունիմը գմախկը կնելու լանք, անոր գուրցկին ոսկորները մեզի բիդոսեն, որ այդ թրջունը ստեղծված էր թրջելու համար։ Եվ եթե Ցուգիմը ոսկորները կնելու լանք,
անոնքալ մեզի բիդոսեն, որ ծուգը ստեղծված էր չուրի մեջ բնագելու լողալու համար։ Իսկ եթե մարդուն սիրտը կննելու լանք, այդ ալ մեզի բիդոսեր, որ մարդ արարածը ստեղծված էր իր աստուծոյն հետ հարաբերելու և զայն վայելելու համար։ Մեր փնությունը ուժիմը գգարոդի, որ մեր խշբդանքը հանգստացնե, մեր վախերը պարադե ու մեզի խաղություն դա։ Այդ ուժը Աստված ինքն է։ Ժամանակ մգար, երբ դագավին մեղքը աշխարհ չեր մտած, ամբողջ աշխարհի միջավայրը գրնար մարդուն հոգևոր գարիկները մատակարարել և կոացնել։ Սակայն երբ մեղքը աշխարհ մտավ, այդ միջավայրը այրեցավ և ինչ որ մնաց անոր մոխիրն էր։ Այդ միջավայրին կեսկությունը կնաց, փարությունը, զորությունը և սրբությունը գործվեցավ։ Ուրեմն ինչ է մոխիր ըսվածը։ Մոխիր ըսվածը է այն ինչ որ գմնա, երբ նյութիմը օգտակար և սննդարար մասը գայրի։ Արնենք կիրկմը պայդ և վարենք այդ պայդերը։ Այդ պայդերու մեջ գտնվող թթվածինը, չրածինը օդ պիտի բարձրանան իբրև գազ։ Եվ երբ այդ պայդը փլորովին այրի, յետին պիտի ցկե մոխրակույն փոշիմը։ Այդ փոշին մոխիրն է։ Ինչ է աստվածաբաշխության մոխիրը։ Այն ինչ որ աստվածաբաշխության մեջ գենսական է, կյանք տվող է, երբ գանհետի և ետին կմնա այն, ինչ որ փուն նպատակին այլևս չծառայեր։ Աստվածաբաշխության գերբարանքը գրնա ունենալ, զայն գրնա հիշեցնել, բայց անոր ըրած կործը չգրնարնել։ Սա մոխիր է։ Գրնա անոր նմանությունը ունենալ, գրնա զայն փոխարինելու աշխատիլ, բայց չգրնար կյանք տալ։ Միջուկը մեջեն առնված է, մնացած է գեղևը։ Լոնդոնի մադամ Թուսոյի թանգարանին մեջ աշխարհի համբավավոր և նաև դժբախտաբար վատահամբավ մարդոց մոմե շինված արձանները կան։ Եվ այդ արձանները այնպեսի բարբերությամբ շինված են, նմանությունը այնքան կատարյալ է, որ զանոնք ջանցորներ, եթե չգիտնան, որ այդ արձանները մոմե շինված են, և երբ զանոնք տեսնեն, պիտի կարծեն, որ այդ մարդիկը մերելներ են հարություն արած եկած հոն նստած են։ Այնքան կատարյալ են, մեկ բան կբացի շունչ չունին։
աստված բաշտություն մը գա, որ անվանական քրիստոնյաներ գարդացրե, որոնք կյանք չունին, անուն ունին, բայց մեռած են, ասոնք մոխիրով սնանողներ են, ասոնք մոխիրով գերակրվողներ են, որովհետև ասոնց գերագուրին մեջ այն ինչ որ բարերար աստված է, գոյություն չունի, այն ինչ որ փրկարար Քրիստոս է, չկա, այն ինչ որ սրբարար Սուրբ Ոգի է, բացակայ է, եւ այն ինչ որ մնացած է, այս գրոնքեն, այս աստված բաշտութենեն միայն մոխիր է, եւ այսօր թշպախտապար միլիոնավորներ այս աշխարհի վրա այս մոխիրով գսունուցվին։ Ինչ է գրաբաշտությունը? Գրաբաշտությունը անդեսանելի աստվածը դեսանելի դարձնել ու զայն բաշտելու թրությունն է։ Գրաբաշտը այն է, որ փայդե քարե մեդաղե աստված մը գշնե, զայն բարձր դեղ մը գտնե ու անոր երկրբակություն գնե։ Արևմտյան ասկերու մեջ գրաբաշտությունը վերջ կդածե։ Բայց գրաբաշտյան հոգին դագավին շատ ողջ է և առողջ։ Ընկերության մշակույթը գրնաս փոխել, բայց մարդկային բնությունը չփոխվի, միշտ նույնը կմնա։ Գրաբաշտյան մղումը նույնքան զորավոր է ներկայիս, որքան զորավոր էր հինադեններ։ Երբեմն մարդկային սիստեմին մեջ գարկմը քիմիական անհավասարագշռություններ մեջտեղ գուքան, chemical imbalance։ Եվ այդ վիճակի մեջ մարդուն ուղեղը սխալ հրահանգներ գարցակ է մարդուն եւ գարկմը բաներ ընել գուդա, զորանք ընել բիլի չդար նորմալ բնական պայմաններու տակ։ Մենք հղի գիներու մասին լսած ենք, որոնք այդ սյուրչանին գարկմը բաներու հանդեպ մասնավոր փափակմը ցանկությունը ունեցած են, օրինակ գիր, գավ, հավգիթի, գեղև, ածուխ, մոխիր եւ այս տեսակ բաներու հանդեպ մասնավոր փափակմը զանոնք ուդելու մասնավոր փափակմը եւ զանոնք գերած են։ Եվ հետո երբ այդ վիճակը անցած է, իրենք իրենց վրա խնդացած են, որ ինչպես գրնալ, որ ես հավգիթին գեղևը գրծած և գերած ըլլամ, բայց գերավ։ Ուրեմն ասորբես գրաբաշտյուննալ խեղաթուրված գրոնական փափակմն է, այսինքն սխալ փանիմը, գերց փանիմը դենչալ է։ Եվ ուզեմ ցեզի մի քանի օրինակներ դալ գրոնական մոխիրներու։ Գարկմը մոխիրներ, որոնց մո մարդիկ գսնանին, որոնց վրա հույս գտնեն, բայց որոնք զիրենք
սովամա բիդոնեն, որովհետև մեջեն գենսանյութը առնված է, վայթամինը առնված է, և այն ինչ որ գգարձեն, որ զիրենք գգարագրեն, զիրենք միայն սովամա բիդոնեն։ Օրինակ, սիրո աստվածը չգրնար իր արարածները հավիդենական թժողքի թադաբարդել։ Ուրեմն, վաղ չգա, որ անաբաշխարներ թժողքի բիդի թադաբարդվին։ Ասիկա շատերուն հավատացած մեկ բանն է։ Ճիշտ է, որ Աստված սիրո Աստված է, որ մած Աստված է, բարի է, Աստված սեր է, ասոր հետ մեկտեղ Աստված նաև սուրբ և արդար է, և արդար լալուն համար պետք է մեղավորին հադուցումն է ուզինք բաժե իր ապստամբության համար, եթե մեղավորը չապաշխարե։ Ուրիշ մոխիրմը, ես իմ բոլոր կորձերուս մեջ անգեղծ եմ։ Եվ գբարձենա իր անգեղծությունով ու գսե, թե անգեղծները երկինքի թագավորությունը պիտի ժառանգեն։ Անգեղծությունը լավ բան է, երբեք ըսելիք չունենք։ Բայց գինը անգեղությամբ արիթոմը իբր օշարակ թույն մխմեց և մերավ։ Անգեղծությունը չգրծավ զինք պրգել, որով, եթե հավատացած բանդ սխալ է, որքան որ անգեղությամբ և բարի հավատքով հավատաս, այդ քեզ գորուստի պիտի առաջնորդի։ Երրորդ բանը, ես Փարոյական մաքուր նկարագրի դեր մեկն եմ։ Այսալ սկանչելի բան է։ Գարենալ այդպես ըսել շատ լավ բան է։ Բայց նույնիսկ Փարոյական մաքուր նկարագրումը չի գնար Աստուծո արդարությունը կոացնել։ Աստված ասկե ավելի բանը կպահանջի։ Եթե մեկը Փարոյական նկարագրի դերն է, որովհետև այդպես է, չի գնար թագավորիմը որդինը լալ, այդպես լալուն համար։ Թագավորին որդինը լալու համար պետք է թագավորի ընտանիքի մեջ ձնի։ Այնպես ալ մեկը քրիստոնյա լալու և երկինքի թագավորությունը ժառանգելու համար պետք է Աստծո ձնի, պետք է Սուրբ Հոգին վերստին ծնունդ ունենա, այլապես իր մաքուր նկարագրի դերը լալը իրեն թեև լավ բան է օգտակար պիտի չլա Թադաստանին օրը։ Թժող դանող ջամփան զանազան լեյներ ունի, ոճրագործներու, բորնիկներու, կինովներու, ավազակներու լեյնը, անորքով քիչ ավելի մաքուր կյանք ունեցող, անորքով քիչ ավելի մաքուր կյանք ունեցող, նաև լեյնն ալ պիտի ըլլա, որ շատ մաքուր Փարոյականի դեր մարդիկ են ասոնք, բայց և այնպես մյուսերուն հետ թժող կերտան, ինչու, որովհետև թեև լավ են, բայց բան մը գբաքսի, ինչ այդ բանը, վերստին ծնունդ։ Հիսուս Նիկոդիմոսի ըսավ և հիշեցեք, որ Նիկոդիմոս մաքուր նկարագրի դեր մեկն էր, օրինաց վարդապետ էր,
թեմական էր, բադբավոր մարդ էր, այս մարդուն Հիսուս ըսավ Նիկոդիմոս, եթե նորեն չձնանիս, չես կրնար երկինքի թագավորությունը մտնել։ Եվ Աստված այսօր բոլոր մաքուր նկարագրի դեր եղողներուն նույն բանը գսե։ Ուրիշ մոխիրմը իմ ամբողջ կյանքս դարաբանքով անցած է Աստծո արդարության գվայել է, որ քոնե հավիտենականության մեջ ես հանգիստ ընեմ։ Ասկագիցի հետ գխոսեի օրմսավ, բոլոր հայերը տրախտ պիտի երթան։ Ըստ ինչ իման վրա, որովհետև սավ շատ դարաբաց են։ Երանի թե այդպես ըլլար, բայց չեմ գնար հավատալ, որ այդպես գնար լալ։ Կիպրոսի մեջ մեր հույները, երբ դժվարության մահանտիբեին, նևության մեջ անցնեին, գսեին մեղքերն իսկավեցինք։ Դարաբանքով մեղքեր չեն կավվիր, որովհետև քիչ առաջվան գարտացված համարին մեջ գսե թե ոևէ մեկը չգրնար իր հոգին փրկել։ Մեղավորը իր անցին և իր մեղքերուն համար չգրնար կավություն գադարել, նույնիսկ եթե ամբողջ կյանքը դարաբանքով անցնե։ Կավություն գադարելը Քրիստոսի մոնոպոլին է, մենաշնորհն է։ Քրիստոս միայն մեղավորին համար գրնա կավություն գադարել և փառք Տիրոջ, որ այդ կավությունը գադարեց։ Մեղավորը պետք չունի դարաբելու, լալը չի փրկեր զիս գսե երկը։ Ապաշխարելու համար, Աստծո աչքը մտնելու համար պետք չունինք դարաբելու, պետք չունինք չարչարվելու, պետք չունինք երկայն օրեր ձոմ բահելու, պետք չունինք անքուն գիշերներ անցնելու, հավատա Տեր Հիսուս Քրիստոսի ու պիտի փրկվիս։ Եվ Փանդավետը հավատաց, և փրկվեցավ փառավոր գերբով։ Ասկագիցը գսե 60 երկար դարիներ եկեղեցիներու շեմերը հինցուցի, քահանաներ հինցուցի, դեսակ աղոթներ ըրի, գրոնքի բանչած բոլոր ցեղագերբությունները գադարեցի, փնտրեցի փրկություն, բայց չկդա։ Օրմը բարձ ժողովի մեջ, երբ մի քանի քույրեր, եղբայրներ հավաքված էին և աղոթք գնեին, անոնց մեկը ասավ, հավատա Տեր Հիսուս Քրիստոսի, աղոթք կրե իրեն, ըսե որ մեղավոր ես, ան քեզ պիտի փրկե, և մանկական հավատքով այդ աղոթքը ըրի և անմիջապես 60 տարիներ է իվեր փնտրած և չկդածս այդ բարիգանին կդա։ Փրկությունը մեզի համար Քրիստոս պատրաստած է։ Մենք որևէ բաննելու պետք չունենք, բացի հավատքով այդ փրկությունը իր մե խնդրելու։ Ուրիշներ ալգսեն, մենք ռոնասեր ենք, մեր եկեղեցին գերտանք, մեր աղոթքը գնենք, մեր դուրքը գվճարենք, դակավին ինչ պետք է, որ ընենք և չենք ըներ։ Այս ալ մոխիրմն է, որ պիրավորները գխապե։ Այս հիշված բաները շատ լավ բաներ են և ես կհանցնարեմ, որ բոլորս այդ բաները ընենք։ Ասոն գրնան օգտակարը լալ մեր մեջ մեղքի գիտակցություն արտնցնելու համար և մեզ Քրիստոսի առաջնորդելու համար, բայց այս բաները մեզ չեն գրնար փրկել։ Մենք չենք փրկվիր, որովհետև եկեղեցի գերտանք, մենք չենք փրկվիր, որովհետև գրոնքի բահանջած այդ ցավագերբությունները կգադարենք, մենք կփրկվենք
որովհետև գհավատանք Քրիստոսի գադարած կավության, գընթունինք այդ կավությունը, որ Քրիստոս ինձի համար, իմ մեղքերուս համար, իմ դեղս մեռավ, եւ ես կփրկվեմ։ Այդ է փրկության միջոցը։ Դարձյալ ուրիշ մոխիրմը, ես մաքուր սիրտ ունիմ։ Շատերեր լսած ենք այս խոսքը, բայց այս խոսքը գսե որ մեղավորին սիրտը ամեն բանեն ավելի խաբեբա ու խիստ չար է, զանիկա ով գրնակիդնալ, Երեմիա 17:9։ Ուրեմն, երբ մեկը որ ապաշխարած չէ եւ գսե իմ սիրտս մաքուր է, գեդևցնենք, որ իր խաբեբա սիրտը զինք կխաբե եւ իրեն հավատացնել գուդա, որ իր սիրտը մաքուր է, երբ այդ սիրտը Աստծո խոսքին համեմատ խիստ չար է։ Դուք եղեք անաբաշխարներ, անգամնալ այդ սխալը մինեք, ոյվ մեգուն միսեք, իմ սիրտս մաքուր է։ Միայն Քրիստոս գրնա մաքուր սիրտ տալ մեղավորին, երբ ան գաբաշխարե։ Եվ ցեզի նոր սիրտ մի դամ, ու ծեր ներսիտին նոր հոգի մի տնեմ, եւ ծեր մարմիններեն կարեղեն սիրտը մի դահանեմ, եւ մսերեն սիրտ մի տնեմ, եւ իմ հոգիս ծեր մեջ մի տնեմ։ Այդ գերբով է, որ մարդուն սիրտը գմակրվի, եւ ուրիշ որևէ սևով։ Գերագնորեցը բրոցի մեջ ուսչույն հարցուց Սյունեն ավելի ջերմակ պանմը գրնա ասել մեկը, բզդիկ աղջիկ մսավ այն սիրտը, որ Քրիստոսի արյունով կմաքրվի, Սյունեն ավելի ջերմակ կլա։ Ուրիշ բան միևս, մենք հայ քրիստոնյաներ ենք, Կիրկոր լուսավորիչի թորները երկրորդ անգամ քրիստոնյա ըլլալու պետք չունենք։ Ինչ լավ բան է հայ ըլլալը, ես հբարդ եմ հայ ըլլալուս համար։ Ինչ լավ բան է Կիրկոր լուսավորիչի թորնի գոչվիլ, ես հբարդ եմ, որ Կիրկոր լուսավորիչի թորնի գնեմ։ Բայց եթե անոր բես չես ապրիշ, եւ անոր փրկիչը քու փրկիչը չես ներ, ուրեմն ինչ օգուտ է քու հայ քրիստոնյա եւ Կիրկոր լուսավորիչի թորնի գլալը։ Մեր հայ ծնիլը, մեր քրիստոնյա անունը գրելը, լուսավորիչին թորը ըլլալը, մեզ տրախտ չդանիր, որովհետև բարս լոջիկ է, որ չես կրնար մեգումը լավ անուն դալով անոր նգարակիրը փոխել։ Օրինակ մեղավորին ասե, որ տուն սուրբ ես։ Իրեն սուրբ անունը դալով մեղավորը սուրբ չլար։ Ամպարիշտին ասե, որ տուն արդար ես։ Զինք արդար գոչելով, չես կրնար զինք արդար ընել։ Աստծո խոսքը գսե, յոթի եկեցեր մեգումը անուն ունիս, բայց մերած ես։ Ճիշտ է, որ քրիստոնյա ես, կրնալը, որ ինքնության թուղթի մեջ ալ ինչպես Բեյրոտ գկրեին հավիային մեջ, քրիստոնյա, անունդ քրիստոնյա է, քրիստոնյա անուն ունիս, բայց մերած ես, գրաբաշտի բես, կյանք ապրիս, ուրեմն ինչ օգուտ ունի այդ անունը։ Դիգնոչ մետ կխոսեի անգամը, ես կաշխադեմ զին Քրիստոսի առաջնորդել, ապաշխարության պետք է իրեն ցուցունել, գիտեք ինձ ցավինձի,
մեր ընտանիքին մեծավ 5 վարդապետներ կան։ Շատ լավ բան է, մեծ հարստություն է մեկ ընտանիքի մեջ 5 վարդապետներ ունենալ, բայց ինչ անոր օգուտը, որովհետև իմ հորս հոգևոր աստվածաբաշ եղած ըլլալը իմ հաշվույս պիտի չանցնե Աստված, որովհետև քու հայրդ, քու մեծ հայրդ քահանա էր, վարդապետ էր, պատվելի էր, ուրեմն անոր խատրին համար քեզ իմ տրախտս ընդունիմ, այդ տեսակ բան պիտի չլա։ Հոգևորությունը, փրկությունը ժառանգական չէ, հորմեն զավգին չանցնիր, մորմեն աղջկան չանցնիր, փրկությունը, ապաշխարությունը անձնական հարց է, ամեն մարդ ինք պետք է ապաշխարե, ուրիշ մեկը քու դեղդ չի գրնար ապաշխարել։ Արդարին արդարությունը իր վրա պիտի ու ամփարիշտին ամփարիշտությունը իր վրա պիտի լա։ Եզեկիել 18:20, որով ասոնք մոխիրներ են, որոնց մով գսցնանին պյուրավորներ և թշպախտապար մեր ասկեգիստերու մեջալ գան շադեր, գսնանին պայց սնունդ չենարներ և սովամա ըլլալու տադաբարդված են։ Շատ դարներ առաջ խումբ անգլիացիներ Ավստրալիո խորերը երկախուզություն, exploration գնեին։ Այնպես եղավ, որ գործվեցան ուդելիկնին հադավ, հիմարվան բես սելուլար տելեֆոններ չգային, որ լուրդային իրենց գետրոնին, իրենց վիճակը, որով ինչն են անոթեցան։ Այդ շրջանին մեջ նարդու անունով դունգ մգար, որ հունդեր ուներ այս դունգը, և քանի որ անոթի են, սովամահ են, նույնիսկ եթե թույնը լաբիդոդեն, փորձեցին մեկադարին գերան, նայեցան, որ շատ համեղ բան մնե, ուսկանչելի, սննդարար բան մը գերագուրմը, ըսին ասիգա աստուց մե է, և սան ուդել, իսկապես շատ համեղ բան մներ, բայց ավելին գա գշտանալու, կոհանալու սկացումը դվավ իրենց, երբեմ բան մը գուդենք, գսենք ասկեպան մչի աստծա։ Բայց ասիգա հաստադուն զորավոր սնունտի գերագորի դբավորությունը գուդար և գուդեին և գկոանային, բայց գամած ասոնք դգարանալու սկսան։ Եվ գամած ասոնք մեկը մյուսին ետևեն մերնելու սկսան, որովհետև թեև այդ հունդին մեջը կոհանալու, գշտացած ըլլալու սկացումը գար, ասորետ մեկը սնունդ չի գար, պացարցակ ոևէ սնունդ չի գար։ Եվ բոլոր խումբը ծարերու դակ նստած, ծարերու գրտնած, մեկը մյուսին ետևեն մերան գործվեցան։ Գշտացած սկալ մեկ բան է, սնունդ ստանալ բոլորովին ուրիշ բան է։ Միայն մեկ ճշմարիտ հաց կա, որ մարդուն կյանք և գոհացում կտա, անունը Հիսուս է։ Մոխիրով մի սնանիք, երկնքեն իջած հացով սնանեցեք, որպեսզի հավիտենական կյանք ունենաք։ Ես եմ գնաց հացը, անոր ինձի գուքա, երբեք պիտի չանոթենա, և անոր ինձի գահավադա պիտի չծարավի։ Հովաննու 6:35, ինչ որ անաբաշխարներու համար ճշմարություն է, գրնա որոշ չափով ճշմարություն եղածը լալ հավատացյալներուն համարալ։ Մենք ալ գրնանք մեր սնունդին քիչ մոխիր խառնել, կյանքը ավելի հրաբուրիչ ընելու համար։ Ինչեր են հավատացյալին մոխիրները։ Բիրծ պատկերներ, զորոնք գրնա տիդել հերադեսիլի վրա, բիրծ բեբեր, բիրծ տերտեր, մարդոց կովասանքը, անձնասիրություն, եսասիրություն, հարստանալու մասնավոր մարմաչ պապակմը,
թիրք, փառք, հեյունակություն, աստեցություն, աշխարհասիրություն, ցուցադրություն, դաղանտներու ցուցադրություն, հագուստի ցուցադրություն, արտուզարտի ցուցադրություն։ Ֆրանսիացի հովիվը Թեոդոր Մոնո շատ քեղեցիկ ոտանավոր մկրած է, որ երկի վերածված է, որոն մեջ իր հոգևոր փորձառությունը գտնում է, գսե երբ անաբաշխար էի, միայն ես, ոչինչ Հիսուս, երբ աբաշխարեցի գսե եղավ քիչմը ես, քիչմը Հիսուս, երբ քիչմը հարաճացա հոգևոր կյանքի մեջ, եղավ գսե քիչմը ես, բայց ավելին Հիսուս, բայց երբ օրը գսե նվիրում ունեցա, եւ իմ ամբողջ կյանքս իբրև հավատացյալ դերոց սեղանին վրա ծրի հոգի, շունչ եւ մարմին եւս ով դեր, ես կուգդեմ 100%, այն ադեն գսե եղավ, ես ոչինչ, ամենը բոլորը Հիսուս։ Հավատացյալ եղբայրներ, քույրեր, այդ թողլա մերալ նշապանա։ Հիսուսը նախաբադիվն ենք մեր կյանքերու մեջ, մոխիրը հանենք մեր սնունտին մեջ են, եւ ուդենք այն, ինչ որ սննտարար է, ինչ որ մեր կյանքը պիտի քերծկացնե, պիտի առողջացնե, պիտի ջոխացնե, պիտի զորացնե, եւ աստեցիկ պիտի դարձնե եւ օգնություն պիտի դնե մեր շրջներուն։ Ամեն։ Lord.